մեկը ինձի հարցում մտված է ըստ որում թե ինչպես գրնա աղոթել, երբ որ աղոթելու այսպես փապակը չի կա, կամ փապակը կա, բայց մարմնավոր կամ հոգևոր ցանկությունը չի կա, կամ երբ որ գաղոթե միտքը այսպես չի կենտրոնանար իր աղոթքին վրա, կամ երբ որ աղոթե կարծես թե աղոթքը մի ցեղականություն մնե որ անում է, կարծեմ այս դժվարությունը մեր բոլորիս պատահում է, ինձ ալ պատահած է, այսինքն երբեմն որ գաղոթեմ միտքս ուրիշ բանի մասին գերտա, արդյոք պատրաստ եմ այս երեկվան ճաշկերույթին համար, արդյոք քարոզս վերջացուցի եւ միտքս ուրիշ տեղ գերտա, եւ բոլորս ալ նույն փորձառությունը ունեցել ենք, վստահ եմ, ասիկա բնական երևույթ մնե, շատ հաճախ ուրիշ բաները ադեն, օրինակ համար ավտոմեքենա քշելու ադեն երբեմն ուրիշ բանի կմտածենք եւ վտար կպատահի եւ նույնպես ալ աղոթքին մեջը ուրեմն մեկը ինչպես կրնա ինքը զենքը գետրոնացնել որբեսի իր աղոթքը իրապես բարի նպաստիկ ըլա իր հոգևոր կյանքին համար որովհետեւ աղոթելը հիմնական պայմաններից մեկը քրիստոնյա լինելու մեր դերը գսե Մատթեոս ավետարանի մեջ 3 բան կա կարևոր քրիստոնյայի հավատքի աճման համար առաջինը ձոմաբահությունն է երկրորդ ողորմությունն է եւ երրորդ աղոթելն է ուրեմն ինչպես մարդը գրնա այսպես արտյունաբեր աղոթել ես այս լուծումը կդածեմ աղոթքին առաջ ես կնստեմ կամ հարմար թիրք մը կգտնեմ ուր որ մարմինս հանգիստ է բահմը ինքս ինքս կհավաքեմ պիտի աղոթեմ գսեմ պետք է ըսկամ Աստուծո ներկայությունը գիտես կարևորը այդ է որ եթե Աստուծո ներկայությունը չսկաս որուն ես աղոթել բադին ես աղոթել ոմանք սրբապատկեր գտնեն լավ է, բայց պատկերին չես աղոթել, այլ պատկերին ներկայացած անձին կամ երևույթին եւ ասիկա լավ փորձառություն մնե, այսինքն որ եթե չես կնար աղոթել Հիսուսի պատկերը տնել քո առջևը կամ կոնի մտքիդ մեջը փեր մի թեփ Հիսուսի խաչելությունը Հիսուսի մուտքը Երուսաղեմի մեջը այս տուն ինքս ինքը թիր այնտեղ բայց անգից ընելուց առաջ ինչպես ասի նախ հանգիստ թիրք մկդիր միտքդ մակրե այսինքն պիտի աղոթեմ փորձե ըսկալ Աստուծո ներկայությունը շունչար ավորմը շնչե շունչդ ներսա մի մորնար որ շունչ բարը եբրայերին մեջ հոմանիշ է հոգու համար այսինքն տուն գխնդրես սուրբ հոգու մուտքը քո հոգուտ մեջը ուրեմն բզիկ աղոթք մսե Հիսուս Քրիստոս ողորմյա ինձ բազմամեղիս իմ դեր եւ բրգիչ Հիսուս Քրիստոս ողորմյա ինձ բազմամեղիս եւ ուրիշ ովև այդպեսի գարջ աղոթքը գարջ ասությունը մինչեւ որ լրիվ հանդարտիս հետո գսկսիս աղոթդ նախ եւ առաջ աղոթքդ փարապանություն պիտի ըլլա ինչպես պիտի փարապանես Աստված եթե փնության մեջն ես փարապանես Աստված ծարերին եւ ծաղիկների համար որտեւ նրանք կորտնեն Աստված եթե նստեր ես բնության մեջ եւ թրջուններուն ցայնը գլսես նրանց նկատե հրեշտակները որոնք Աստուծո փարապանություն են տալիս այսինքն տուն ինքը զենքդ Աստուծո ծոցին մեջ է թիր Աստված քո շուրջը դե փարապանե իրեն երկրորդ քոհություն դուր իրեն քոհություն դուր
իր բոլոր դված բարիքներին համար։ Մենք միշտ քանքադին մեջ ենք, կյանքը դժվար է, գործ չկա, հացի խնդիր կա, մեր զավակները մեզի չեն հարկեր, ամուսինիս հետ խնդիր ունիմ, այսպեսի հարցեր միշտ գուկան, բայց լավ բաներ կան մեր կյանքին մեջը, այսինքն միշտ փարապանե զաստված, քողություն տալ իր բոլոր բարիքներին համար, քողություն դուր, ինչպես որ չինացի արագը գսե, ես միշտ քանքատ գնեի, որ գոշիկ չունեի, երբ որ հանդիպեցա մարդումը, որ ոտք չունի, այսինքն բարդուր Աստուծո քո կյանքիդ համար, քո ծնողաց համար, քո ընտանիքիդ համար, քողություն դուր, հետո քողությունից հետո թուն Աստուծուց ներողություն խնդրե, ամեն բանից առաջ, այսինքն նախ քողություն, փարապանություն, հետո ներողամտություն, հիշի այն մեղքերը զոր գործեր ես և Աստուծուց ներողություն խնդրել, երրորդ կամ չորրորդ աղոթե ուրիշների համար, նրանք, որոնք հանդիպած ես օրվան ընթացքին, նույնիսկ մարդիկ, որ չես գիտեր, այդ մուրացկանին համար, այդ բզդիկ դուղուն համար, որ դեսած, բոլորին համար աղոթե, որտեղ բոլորս քույր եղբայր ենք Աստուծո մեջ, Աստված մեզ բոլորս իր պատկերով ստեղծած է, կդիր Աստուծո ներկայությունը նրանց մեջը և նրանց համար աղոթե, հետո ամենեն վերջինը քո հատուկ խնդրանքդ, թե ինչի համար ես աղոթում, բայց միշտ պիտի վերջացնես այն խոսքովը, թե քո կամքը թող լինի, որովհետև երբեմն մեր խնդրածը մեզի համար լավը չէ, մենք կկարծենք, թե լավ է, բայց Աստված ավելի լավը գիտե մեզի համար, ինչպես Հիսուս Բարդեզին մեջ մեզի թաս տվավ, երբ որ Գեթսեմանե Բարդեզին մեջն էր և աղոթեց և ասավ, որ դեր եթե կամիս այս բաժակը ինձանից վերցուր, Հիսուս չէր ուզեր մերդել, ցավից, տանջանքից խուսափեր ինչ ովևէ մեկը, բնական երևույթ է անի գա, եթե մարդեր ուրեմն այդ բնական սկացումը պիտի ունենար, բայց վերջացուց իր աղոթքը, ասել է ոչ թե իմ կամքս, այլ քո կամքը թողալա, նույնպես մեր աղոթքին մեջը, ուրեմն երբ որ վերջացնենք մեր աղոթքը եւ ասեմ քեզի երկար մի աներ Աստված արդեն գիտե մեր պետքերը ավելի քան զոր կխնդրենք կամ իմանանք Աստված միշտ մեզի մտիկ է անում Աստված միշտ մեզի հետ է Աստված միշտ մեր կողքն է կարևորը այն է որ մենք իր կողքը լինենք եւ ուրեմն աղոթքելու ադեն երբ որ աղոթեցինք երկար պիտի չաղոթենք, շատ բարեր պիտի չկործածենք, մեր ըսելիքը պիտի ասենք, հետո երբ որ վերջացնենք մեր աղոթքը, նորեն հանդարտիր, նորեն ըսկա Աստուծո ներկայությունը, և ասեմ, միշտ պիտի խնդրենք, երբ որ աղոթքից առաջ, աղոթքից հետո, հիմնական էական աղոթքը, որը ով դեր եգուր և իմ կյանքս քո ներկայությամբ լեցուր և կհագենանք և Աստված իր հոգին մեզի գուտա և մենք կլեցվենք իր ներկայությամբ ասածը շատ բարձ էր աղոթելը շատ բարձ է մենք պիտի աղոթենք Աստուծո ինչպես որ երբ որ երախայ էինք խնդրեցինք մեր ծնողած խոսակցություն ունեցանք, ատեն աղոթքը ինքնին խոսակցություն է, ավելի կարևոր է, որ մենք Աստուծո խոսքը լսենք, քան թե մենք Աստուծո ականջը լեցնենք մեր անվերջանալի բարերով, ժամանակ դուր աղոթքիդ մեջը, որ Աստված քեզի հետ խոսիալ, ուրեմն Երբ որ մենք այդպեսի վիճակին մեջ ենք, երբ որ չենք կնար աղոթել, արդեն իսկ եթե միայն նստենք և չանանք զգալ Աստուծո ներկայությունը,
արդեն իսկ աղոթած ենք, որտեղ մենք կսկանք, որ Աստված գա մեր կողքը, եւ արդեն աղոթքին փուն նպատակը այն է, ոչ թե Աստուծուց փրցնել բաներ, ոչ թե Աստված ստիպել, որ անե մեր խնդրածը, ոչ, մեր հիմնական աղոթքը այն է, որ Աստված մեր կողքը լինի, եւ արդեն միշտ մեր կողքն է, երբեմն մենք կմոռանանք անիգա, եւ աղոթքը ուրիշ բան չէ, եթե ոչ իմիդի բերել, որ Աստված գա մեր կողքը, եւ պիտի տեսնես, որ աղոթքին մեջը գաջիս, Պողոս առաքյալը գսե միշտ աղոթեցեք, ինչպես կնանք միշտ աղոթել, ասեմ ձունգի պիտի կանք եւ պիտի գրտնենք փարեր եւ ասություններ, ոչ, Պողոս առաքյալը այդպես չուզեր ասել, Պողոս առաքյալը գուզե ասել, որ քո կյանքդ արդվնե մինչև իր գուն թող աղոթք մը լինի, այսինքն զգալով Աստուծո ներկայությունը, եւ ադորամատ, գիտեք, մեր հիները միշտ բան գնե, ինչպես է սկսենք, փառք Աստուծո լավ եմ, չէ՞, միշտ Աստուծո փառը ունեին իրենց լեզվին վրա, իրենց բերանին մեջը, այսինքն միշտ Աստուծո ներկայությունը գիհիշեին, նույնպես ալ մենք, եւ պիտի տեսնենք, որ մեր աղոթքը պիտի ունենա իր արդյունքը նրանով, որ դերևս մեր խնդրածը չստանանք, դերևս մեր ուզածը չի կար, բայց ավելի երջանիկ գլանք, որտև գսկանք, որ Աստված մեզ հետ է, եւ ոչ մի բանի մասին պետք չունենք մտահոգվելու, Աստված կհայթայթե ինչ որ մեզի պետք է։